Գնացեք, եկեք։ Ուրախությունն աշխարհի հետ է ուզում կիսել Աստղիկը։ Գնում ենք իմ սենյակը ձեզ ցույց տամ, ցույց եմ տալու ձեզ ինչ եմ պահում իմ դարագի մեջ։ Նոր երկհարկանի իրենց առանձնատունն է շտապում ցույց տալ, որտեղ օրեր առաջ են տեղափոխվել ու ամանորը դիմավորել։ Երկրորդ հարկում ես, հա։ Էսի մամայի սենյակն է, պապայս ու մամայնս։ Էսի մեր սենյակն է, այս դարագի մեջ ես ունեմ մեծ կտակարան նոր, ունեմ փոքր ունեմ, երկու հատ մեծ ունեմ, ստեղ ունեմ իմ նկարած նկարը։ Մայր ու աղջիկ իրար հերթ չտալով առաջինը մեր նկարահանող խմբին են ցույց տալիս տան սենյակներն ու ձեռք բերած գույքը։ Կասրուն կայ աման, չաման, ամեն ինչ էլ առել ենք։ Թազա տուն եկել ենք թազա եղածով, հին եղածը սաղ թողել ենք այնտեղ։ Զովունի այս անմխիթար վագոն տնակի արդեն նախկին բնակիչների Թորոսյանների 8 հոգանոց ընտանիքի պատմությանը վստահաբար շատերդ եք ծանոթ։ Շաբաթներ առաջ ենք պատմում նրանց ծանր օրերի, կենցաղային բարդ ու անմարդկային պայմանների մասին։ Կհիշեք հավանաբար, երեխաների ձեռքերը ցրտահարված էին, տանը ջեռուցում չունեին, իսկ քնելու տեղը առհասարակ մեծ պատմություն էր։ Հույս ունեմ, որ մի օր կմեծանանք, մենք երեխեքով շատ լավ տուն կունենանք։ 6 երեխաների երազանքն էլ նույնն էր՝ ապահով տանիք ունենալ գլխավերևում, որն այլևս իրականություն է։ Մեր հաղորդումից օրեր անց Ռուսաստանաբնակ մի բարերար առանց ներկայանալու զանգահարել է ընտանիքին ու ասել, որ ցանկանում է նրանց համար բնակարան գնել։ Գայանեն զանգից շատ է շփոթվել, չի հավատացել լսածին, մտածել է, թե պարզապես կատակում են։ Ասավ ուզում եմ ձեր ցանկությամբ լինի, որտեղ որ ուզեք, տարածքը դուք նայեք, նայեցինք։ Ճիշտ ասած չհավատալով էինք նայել, ոնց որ Աստված ուղարկած լիներ իրան, որ այս այդքան գումար ոչ մեկ չէր կա, մի հոգի այդքան գումար մի տուն առնել մի ընտանիքի համար ես չէի պատկերացնում։ Բայց արի ու տես, որ կատակ չէր, բարերարը Թորոսյաններին Քանաքեռավանի ամառանոցներում երկհարկանի տուն է նվիրել, հարակից մեծ հողակտորով։ Դուստրերից Վարդուին պատմում է, որ այս ամենն արդեն երազում տեսել է, ճիշտ նույն սցենարով։ Երազումս տեսել էի, որ մի մարդ զանգել էր ու ասել էր, որ դուք տունն եք ու ես հավատում էի, չէի հավատում, այսինքն ու լացում էի, ասում էի չի կարա լինի։ Երազանքներն իրականանում են ու բոլոր մարդիկ թող հավատան Աստծուն, որ Աստված իրանց երազանքներն անպայման կկատարի, ոչ մեկի երազանքը անկատար չթողի։ Թեկուզ ուշ կկատարի, բայց կկատարի։ Ամուսնուս ասում եմ պատկերացնում ես խավարի վերջում լույս կա, ու իրոք այդ լույսը մեզ եղավ, թե ձեր շնորհիվ իմ երեխեքը դարձա։ Իրաց միակ երազանքը տուն ունենալ մեջ։ Երեխաները պատմում են, որ հիմա երբ ամեն բան անցյալում է, հետ են նայում ու զարմանում, թե ինչպես են դիմացել այդ անմարդկային պայմաններում։ Սիրտը զսում է, որ այդ տնակի կողմ ասում ենք, չեմ ուզում նայեմ այդտեղ, հենց նայեմ այդտեղ, ուզում եմ լացեմ։ Այնտեղ դժվար էր, չունեինք լողանալու տեղ, շորեր, դարակները բան էին, չէին կարողանում շորեր, թափրտվում էր, մաճակալները ջարդված էին, իրար ոտու գլուխ էին քնում, որ հարմարություն էր, հարմարություն չկար։ Այն անգամ գնացի շոու պետքա բերեմ, ասում եմ Աստված ջան, մենք ոնց ենք սրա մեջ գոյատևել, ես ցրտին մտնում ես ցուրտ, ասում եմ փառք Աստծո, որ հիմա տուն ունենք էլի, առավոտը հլնում եմ մեկ ամուսինս կատակոսյամ, թե դու եփ էր առավոտ շուտել ենզի կոֆետ այ դոմիկի մեջ կտայի, ստեղավոր հլնում ես, տակա հլնում եմ տալի։ Մենք որ տեղափոխվեցինք, ես ամենաառաջինը վերցրեցի մեր նոր կտակարանը, Աստվածաշունչը, որ բոլոր Աստվածաշունչները ես վերցրեցի ու բերեցի այս տուն ու կարդում եմ այդպես։ Ինչ ունես այսօր Աստծուն ասելու։ Շնորհակալ եմ։ Թորոսյանների կյանքը նոր տուն տեղափոխվելուց հետո 180 աստիճան փոխվել է։ Դառնությունն ու լացը փոխարինվել են ժպիտներով ու մանկական անուշ ծիծաղի ձայներով։ Նրանց կյանքը գունավորվել է, խիղճը խաղաղվել։ Ինչպես ասում են երեխաները, ամանորյա լավագույն նվերն են ստացել, բայց Աստծուց։ Մենք շատ ուրախացանք ու մեր էմոցիաները նենց են, որ մենք աշխարհի ամենաուրախ մարդիկը դառանք, որ մենք այս տուն տեղափոխվենք։ Ոնց որ հեքիաթում լինեի, չէի հավատում սկզբից, որ մենք ուրիշ տուն ենք տեղափոխվել։ Ամսի 31-ի գիշերը ոչ մեկս չենք քնել։ Այնքան ուրախ սպասում ենք նոր տարվան, թե ոնց պիտի նոր տարին անցկացնենք ստեղ։ Ամեն ինչ անցյալում ենք թողել, մեր տնակում ենք թողել, եկել ենք ստեղ լրիվ ուրիշ մարդ դարձած։
Գայանեն պատմում է, թե որքան էլ խնդրել են բարերարին ներկանալ, որ իմանան մինչև կյանքի վերջ ում պիտի շնորհակալություն ասեն, նա սակայն հրաժարվել է։ Ասեցի կլինի գոնե ձեր անունն ասեք, այդքան ինձի լավություն եք անում, երեխեքիս ուրախություն եք պատճառում, գոնե ձեր անունը, ասավ ժամանակը կգա կիմանաք, հիմա դուք ձեր գործը արեք։ Գայանեի ամուսինը Արան, որ անասնապահ է, հիմա էլ համեստաբար շարունակում է երեխաների օրվա հացը վաստակել։ Իսկ բարերարը Թորոսյանների դժվար ու ազնիվ աշխատանքը տեսնելով այսքանով չի սահմանափակվել։ Խոստացել է նաև կահավորել տունը, ընտանիքի համար մեքենա ու անասուններ գնել, որպեսզի տան տղամարդը մշտական աշխատանք ունենա ու բազմանդամ ընտանիքի հոգսը փոքրինչ թեթևանա։ Իմ ամբողջ պայքարը եղել է այս 4 պատը։ Հիմա ունեմ, Աստծո շնորհակալ եմ, ձեզնից առավել եւս, անանուն բարերարից եւս, որ այս ամեն ինչը ստեղծել է, էլիս բացարձակ ոչ մի բան պետք չի։ Այս հաղորդումը մեր համար շատ ճակատագրական է դարձել։ Հաղորդումից հետո լիքը առաջարկներ եմ ստացել, որ գնամ մատնահարդարում սովորեմ, դիմահարդարում են անգամ առաջարկել։ Ես ուզում եմ գնամ, բայց հələ արձակուրդները չեն եկել, որ արձակուրդները գան, ես անպայման կգնամ։ Մեր անդրադարձից հետո Թորոսյանների ընտանիքի բանկային քարտին մոտ 5 միլիոն դրամի փոխանցում է եղել, որով նրանք ձեռք են բերել լվացքի մեքենա, սառնարան, սառցախցիկ, հեռուստացույց եւ կենցաղային այլ իրեր։ Մի խոսքով գնել են այն ամենը, որի անհրաժեշտությունը ունեին նոր տուն տեղափոխվելիս։ Գումարն էլ անցողիկ, հագուստն էլ անցողիկ, սնունդն էլ։ Դրանք քիչ-քիչ մենք կստեղծենք, բայց սա չէի կարենալու ստեղծենք, ամենայն ազնվությամբ եմ ասում, հավատացեք։ Ընտանիքի մայրը պատմում է, թե մինչև հիմա հավատը չի գալիս, որ վատ ու դառը օրերն արդեն անցյալում են։ Ժպտուն աչքերով է վստահեցնում, սովորելու է, նոր մասնագիտություն է ձեռք բերելու, որ ինքն ու ամուսինը թև ու թիկունք լինելով պահեն ու մեծացնեն իրենց զավակներին։ Դե ինչ, եւս մեկ ընտանիքի դառը ճակատագիրը բեկվեց լույսի ուղղությամբ։ Եվ քանի դեռ աշխարհում կա մի ձեռք, որ կարող է բարձրացնել ընկածին եւ մի սիրտ, որը չի համակերպվում անարդարության հետ, կփրկվի եւս մեկ ընտանիքի խեղված ճակատագիրը, որովհետեւ բարի գործը աստվածային է։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, Սուրանգյուն։